Ողջույն սիրելի բարեկամներ։ Մենք այսօր խոսելու ենք պալեոնտոլոգիայից։ Պալեոնտոլոգիան գիտություն է, որ ուսումնասիրում է անցյալը, նախապատմական կյանքը։ Այդ ամենը սկիզբ է առել դեռ վաղուց։ Միջին դարերից, անտիկ ժամանակներից մարդիկ հայտնաբերում են կտորներ, ոսկորներ, գանգեր եւ մնացած ամենը, որոնք կարծում են, որ պատկանում են հսկաներին, բայց իրականում նրանք պատկանում են նախապատմական կենդանիներին, որոնք ապրել են միլիոնավոր տարիներ առաջ։ Այդ ամենը սիստեմատիզացրեց եւ սկիզբը դրեց այդ գիտությանը Ժորժ Կուվիեն, որը 1700-ականների վերջում աշխատում էր Ֆրանսիայում, Փարիզում եւ նա կարելի ասել սկիզբը գտավ այդ ամենի, ինչ որ կոչվում է պալեոնտոլոգիա։ Ընդհանուր տերմինը պալեոնտոլոգիա նշանակում է հին կյանքի ուսումնասիրում։ Պալեո հին, անտա կենդանի, լոգիա գիտություն։ Այդ ժամանակ մտածում էին, թե մարդկությունը մի քանի հազար տարեկան է եւ մոլորակի պատմությունը 6000 տարին չի անցնում։ Ապակա գիտնականները պարզեցին, որ մեր մոլորակը ընդամենը 4 միլիարդ 400 միլիոն տարեկան է եւ այժմ մենք այդ ամենը կտրտում ենք ժամանակային հատվածների, էոնների, կատարխեյ, արխեյ, պրոտոռազոյ, ֆաներազոյ, մենք գտնվում ենք ֆաներազոյում։ Այդ ամենը նույնպես կտրտվում է ավելի փոքր ֆրագմենտների, դա պալեազոյ, մեզազոյ, կայնազոյն է, որոնք նույնպես, օրինակ, մեզազոյը կտրտվում է նույնպես ֆրագմենտների, դա տրիասն է, յուրանը եւ կարճ դարաշրջանը։ Այդ ամենի կոորդինատներում կողմնորոշվելու համար կա գիտությունը, որը կոչվում է պալեոնտոլոգիա, որը որ մեզ բացատրում է, թե որ կենդանին ինչ ձև է ապրել եւ որ ժամանակներում։ Ժամանակակից պալեոնտոլոգիան շատ զարգացած եւ շատ դինամիկ գիտություն է, ինտերակտիվ նույնիսկ, որը շատ մեծ հետք է թողում ժամանակակից հասարակության մեջ։